Այսօր զրուցում ենք զբոսաշրջային հարցերով փորձագետ Աննա Նավասարսյանի հետ։ Շնորհակալություն, որ մեզ հետ եք։ Ամառային հանգստի սեզոնը պաշտոնապես բացվեց եւ եթե ամփոփենք նախնական պատկերը, որոնք են այս տարվա միտումները եւ ինչով են դրանք տարբերվում նախորդ տարվա ամռան միտումներից։ Զբոսաշրջությունը դա այն ոլորտն է, որ շատ դինամիկ զարգացումներ է ապրում եւ յուրաքանչյուր տարի բնականաբար տարբերվում է նախորդ տարվանից։ Այս տարի մենք գիտենք, որ նախ բարձր սեզոնը Հայաստանում զբոսաշրջության սկսվում է մայիս ամսից հիմնականում եւ այս տարի Այսինքն մոտ 2 ամիս արդեն սեզոնը բացվել է եւ նախնական պատկեր ունենք։ Կարող ենք մոտավորապես ասել, թե որ ուղղություններն են այսօր ամենապահանջված ուղղությունները Հայաստանում, հանգստի մեկնողների շրջանում եւ Հայաստան եկողների համար։ Շատ լավ։ Հայաստանից մեկնողների համար հիմնականում ծովային հանգիստն է այս ամռան սեզոնին թեժանում։ Այսինքն չի փոխվել։ Չի փոխվել։ Նախասիրությունները իհարկե բարձր են նաև դեպի եվրոպական երկրներ, բայց մենք գիտենք հիմա այս վիզակենտրոնների հետ կապված կան բազմաթիվ բարդություններ, այդ օրերի ամրագրման հետ կապված եւ հաճախ մարդիկ չեն հասցնում, հա, իրենց արձակուրդը վերցրած այդ օրերը հասցնել վայելել հենց եվրոպական, այո, ուղղությամբ եւ ընթացքում մարդիկ արդեն որոշում են չկորցնել այդ հատվածը եւ փնտրում են այնպիսի ուղղություն, որը վիզա չի պահանջում եւ ավելորդ ծանրաբեռնվածություն։ Իսկ այդպիսի ուղղությունները շատ են Հայաստանի համար։ Դե հիմնականում, որ արդեն տարիներ շարունակ բավականին լավ զարգացած ուղղություններից Եգիպտոսն է, վերջերս Ալբանիայի ուղղությունն է շատ այդպես թրենդային դարձել, մեկնում են տարբեր տրոպիկական երկրներ նաև, նայած Որքանով է կանխամտածված հանգիստը արդիական մարդկանց մոտ, երբ նախապես որոշում են ամրագրում են տուրերը եւ գնում են։ Այսօր դա արդիական ակտուալ է մեզանում։ Տեսեք, եթե մինչև նախորդ տարի վաղ ամրագրումները համարվում էին շահավետ եւ ձեռնտու էր բոլորին նախապես ամրագրել, այդպես նաեւ մարդիկ հնարավորություն են ունենում մինչեւ իրենց թռիչքի օրը նաեւ ուսումնասիրել, հա, այդ ուղղությունը ավելի այդպես հետաքրքիր դարձնելու համար, բայց հիմա գիտենք, որ տարածաշրջանում, հա, այս օդային տարբեր վայրի վերումների հետ կապված արևելքի օդային հատվածը նկատի ունեմ, քաղաքական, որը նաև ազդում է туриզմի եւ ավիացիայի վրա, հաճախ այս վերջի շրջանում մենք տեսանք, որ օդային տարածքներ են փակվում կամ Իրանի հետ կապված Իրանի հատվածում նաև այդ Հորմուզի փակումը, որտեղից հիմնական ավիավառելիքը հենց Հորմուզով է մատակարարվում ավիաընկերություններին, փակվելու այդ պրոցեսի ընթացքում ստեղծվեց վառելիքի ճգնաժամ եւ այդպես շատ անկայուն են դարձել թռիչքները, չգիտենք տվյալ ավիաընկերությունը նախապես ամրագրելու փոխարեն մարդիկ նաև հիմա նախապատվություն են տալիս վառվող առաջարկային, ինչպես ասում են, հոտ տարբերակներ։ Հիմա այո, նման անկանոն իրավիճակում ավելի ձեռնտու է հոտ այդ առաջարկներից օգտվել, քանի որ ինչպես նշեցի, վաղ ամրագրումները հիմա ավելի այդպես ռիսկային են եւ չգիտեն այդ գնված տուրփաթեթ հնարավորություն կունենան օգտագործել, թե այդպես կկորչի։ Եթե համատենք ավանդական ուղղությունները, օրինակ Եգիպտոս, Հունաստան, Կիպրոս, Վրաստան, որն է այսօր գին որակ համադրության մեջ ամենաօպտիմալ տարբերակը մեր հայ հանգստացողների համար։ Այս պահին հաշվի առնելով, որ туриզմի ոլորտում եւ Եգիպտոսում եւ տարբեր, հա, այդ արդեն թրենդային դարձած ուղղություններում գնային աճի փոփոխություն է տեղի ունեցել, նաև այդ երկրներում են թանկացումներ, հա, տեղի ունեցել, եւ եթե նախորդ տարի մինչև նախորդ տարի
Եգիպտոսի համար ավելի ցածր գնով կարող են գնալ all inclusive փաթեթ վերցնել, այս տարի կարծես թե պես կրկնապատկվել է այդ արժեքը եւ հիմա ավելի շատ որպես ծովային ուղղություն ավելի մատչելի եւ գին որակ այդ հարաբերակցությունը Վրաստանն է կարողանում ապահովել։ Այսինքն որակային առումով եւս բավարարում է մեր պահանջներին։ Իհարկե Վրաստանը առաջարկում է տարբեր, այսպես սեգմենտի տուրիստների առաջարկները բավարարելու տարբեր առաջարկներ ունեն, սկսած էկոնոմից մինչև միջին եւ լյուքս դասի հանգստյան առաջարկներ ունեն։ Իսկ ինչ ունենք առաջարկելու նրանց, ովքեր փնտրում են էկզոտիկ, դեռևս չբացահայտված ուղղություններ, այդպիսի ուղղություններ կան այս սեզոնին մեր հանգստացողներին։ Որպես էկզոտիկ դիտարկվում են տրոպիկական երկրները, բայց քանի որ թրիչքը ավելի թանկ է, քան տուրփաթեթը, մի քիչ այստեղ սեգմենտը ավելի նեղանում է։ Իհարկե հետաքրքրությունը մեծ է, բայց նաև մարդիկ առաջին հերթին ճամփորդելիս դիտարկում են, թե որ ուղղությամբ է ավիատոմսը ավելի մատչելի եւ այդպես են, որոշում իրենց այդ տարի մեկնելու ուղղությունը, որը պետք է լինի։ Դիտարկենք նաև հակառակ կողմը, երբ մարդիկ նախընտրում են հանգստանալ Հայաստանում, օրինակ Ծաղկաձորում, Հանքավանում, Ջերմուկում, այս ուղղություններով հաճախ իհարկե մեզանում քննադատվում են այդ ուղղությունները բարձր գների պատճառով, չարդարացված երբեմն, որպես փորձագետ դուք ինչպես եք գնահատում մեր մրցունակությունը արտասահմանյան այդ նմանատիպ ուղղությունների հետ։ Որպես փորձագետ կարող եմ ասել, որ ցանկացած երկիր, եթե ուզում է իր ներքին туриզմը զարգանա տեղացիների համար, շատ մեծ ջանք է գործադրում, որպեսզի առաջին հերթին զարգանա ներգնա туриզմը, եւ դա հենց նպաստում է նաեւ տեղացիների համար ներգնա туриզմի ավելի մատչելի է դառնում, եթե ներգնան մատչելի է։ Հիմա չէ, եթե ներգնան զարգացած է լինում։ Իսկ այս պահին մենք ներգնայի վրա դեռ զարգացած ասելով դուք ինչ նկատի, այսինքն ենթակառուցվածքների առումով ինչ պետք է զարգացնել, որ մեզ համար դառնա մատչելի։ Նախ պետք է խթանի, պետությունը խթանի տեղական ավիաընկերություններին, այս պահին մենք գիտենք, որ հնարավորություն չունենք ազգային փոխադրող ստեղծելու։ Ջերմուկ գնալու համար։ Չէ, ներգնայի համար, որպեսզի զարգանա, ցանկացած երկիր, որտեղ զարգանում է ներգնա туриզմը, իրենք ունեն զարգացած տեղական եւ ազգային ավիացիա, որովհետեւ ինչու է այդպես, տեղական ավիացիան դեպի իր երկիր ավիատոմսերի գները ավելի մատչելի է սահմանը, որպեսզի հոսքեր ապահովի մանավանդ տուրիստական բարձր սեզոնի ժամանակ։ Իսկ քիչ առաջ ես ինչպես նշեցի, մարդիկ առաջին հերթին դիտարկում են այն ուղղությունները, որտեղ որ ավիատոմսը ավելի մատչելի է, քանի որ տուրփաթեթը ավելի մատչելի է ստացվում, քան ավիատոմսը, հետևաբար ամեն ինչ սկսվում է ավիափոխադրումից։ Այո, զբոսաշրջությունը սկսվում է ուղևորափոխադրումից, իսկ եթե տվյալ ոլորտում կան բաց թողումներ եւ խնդիրներ, բնականաբար դա ազդում է նաեւ ներգնա զբոսաշրջության վրա, իսկ մենք գաղտնի չի, որ մենք ունենք, մեր երկրում այդ բացը, մեր հույսը դրել ենք օտարերկրյա ավիաընկերությունների վրա, պետությունը գիտենք, որ նաև սուբսիդավորում է, այսպես low cost-երներին, բայց դա կարծում եմ այդքան էլ ճիշտ մոտեցում չի, պետությունը նախ եւ առաջ պետք է աջակցի իր տեղական ավիափոխադրողներին, այնուհետև նոր տեսնի, թե օտարերկրյան ինչ կարող է անել։ Իսկ ներքին տուրերը մեր տեղացիների համար բնականաբար գերթանկ են, կարող եմ ասել, եթե մարդիկ շատերը իհարկե մեծ ցանկություն ունեն նաև հանգստանալ եւ շրջագայել սեփական երկրում, դա նաև թույլ է տալիս ճանաչել, բացահայտել երկիրը, ճանաչել քո հայրենիքը, չէ՞ որ ամեն անգամ ինչ-որ նոր տեղ, նոր վայր բացահայտելուց դու ել ավելի ես սիրում եւ կապվում քո երկրի հետ, բայց ցավոք սրտի այդ հնարավորությունը մեր հայրենակիցները չունեն,
բարձր գների հետ կապված եւ ցավոք սրտի նախընտրում են ավելի մատչելի մեր հարևան երկիր Վրաստան մեկնել եւ իրենց այդ գումարները ծախսել Վրաստանում։ Հիմա անցնենք մի փոքրիկ բլիցի, խնդրում եմ պատասխանել կարճ, արագ եւ առանց երկար մտածելու, ծով թե լեռներ։ Լեռներ։ Ակտիվ, էքստրեմալ հանգիստ թե пассив, all inclusive։ Passive, all inclusive։ Նախապես ամիսներով պլանավորած թե սպոնտան, ճապրուկը հավաքեցի եւ գնացի։ Սպոնտան։ Հյուրանոց թե վարձով տուն։ Հյուրանոց, բնականաբար եւ որակյալ հյուրանոց։ Եվրոպական մշակույթ թե էկզոտիկ Ասիա։ Էկզոտիկ Ասիա։ Ուղեբեռով թե միայն ձեռքի պայուսակով։ Backpack։ Ուղեբեռով։ Հանգիստ ընտանիքով թե միայնակ։ Միայնակ։ Ամառային սեզոնին սովորաբար հանգստի սեզոնին զուգահեռ ակտիվանում են նաև խարդախտուր օպերատորները, կեղծ օպերատորները, որոնք սոցիալական ցանցերով բազմաթիվ առաջարկներ են ներկայացնում մարդկանց եւ մարդիկ հաճախ են ընկնում ծուղակը, խաբվում, ինչ անել, որպեսզի չընկնեն նման խարդախության զոհ չդառնան, չընկնեն այդ ծուղակը։ Նախ ինչ անելու փոխարեն ես բազմիցս բարձրաձայնել եմ եւ դիմել եմ այդ հարցով կոմիտեին զբոսաշրջության, քանի որ գիտենք օրենք են, հա, այսպես նախագծել туриզմի ոլորտի համար եւ ես բազմիցս հենց այդ հարցի կողմնակիցն եմ, որ պետք է ոլորտը լիցենզավորվի։ Լիցենզավորել չի նշանակում տնտեսվարողին դնել ավելնորդ ծախսի տակ լիցենզիա ձեռք բերելու համար, այլ դա հենց նրա համար է, որպեսզի պետությունը ճանաչի, հա, նախ հասկանա քանի տուրօպերատոր կա, քանի գործակալություններ կան, բայց այսօր մենք գիտենք այդ վիճակագրությունը նույնիսկ չունենք, պետությունը նույնիսկ չգիտի թե քանի տուրիստական ընկերություն է, հա, այսպես գործում եւ ինչպես այո դուք նկատեցիք, կա նման ռիսկ կեղծ տուրօպերատորների եւ դրանք հիմնականում լինում են նույն անձինք ամեն տարի տարբեր անուններով, հա, այդպես բացվում են։ Նախ պետք է գովազդային դաշտը վերահսկվի, մենք ունենք, չէ՞, նման թողնենք պետությանը հանգիստ, քաղաքացին, ես ինձ առաջարկ է եկել, ես չգիտեմ դա կեղծ օպերատոր է, թե խարդախներ են, թե դրա հետ ինչպես քաղաքացին կողմնորոշվի օգտվի այդ ծառայություններից, թե չէ։ Տեսեք, մենք հիմնականում լավ առաջարկ այսպես էմոցիայով ենք, չէ՞, ընդունում, տեսնում ենք շատ շահավետ եւ շատ գրավիչ ինչ-որ պայմաններով են, ամեն ինչ առաջին իսկ հայացքից շատ այսպես գրավիչ է, հա, թվում եւ դրան համեմատ այդ պայմաններին, եթե նայում ենք, անփորձ զբոսաշրջիկը իհարկե ընկնում է այդ ծուղակը, ցածր գինը հենց տեսնում է, սա գլխավոր ազդակն է, որ մարդը արդեն պետք է այդ կասկածի լույսը արդեն այսպես միանա եւ փորձի ինքը իր ուժերով ճշտել, թե այդ կազմակերպությունը գործում է, թե չի գործում, այսօր փառք Աստծո ամեն ինչ գիտենք, թվային դար է, բոլոր այդ գործիքները կան, կարող ենք պարզապես տեսնել ինչ անվանումով է, հա, էջը, եւ մուտք գործել պետրեգիստրի էջ եւ այդպես փորձել գոնե համոզվել այդ անվանումով գրանցված է, թե չէ, եւ հետո կարող են այդ էջերը այնպես պրոֆեսիոնալ կերպով պատրաստված լինեն, որ շատ այսպես լայքերով, շատ կոմենտներով, հա, բազմա այսպես հազարանոց, բայց լինի այն ծուղակը, որը որ շատերը, այո, հենց նայում են այդ շատ լայքերին, այդ կոմենտներին եւ հիմնականում դա էլ է բերում, հա, մարդկանց մտածում են, հա, ակտիվ էջ է եւ ուրեմն երևի օգտվում են մարդիկ, վստահելի է, այո։ Ինչ եք կարծում, որոնք են այն 3 ոսկե կանոնները ըստ ձեզ որպես փորձագետի, որոնք պետք է հետևեն յուրաքանչյուրը ճամպրուկները հավաքելիս մինչև օդակայան,
որպեսզի արձակուրդը վերջում չվերածվի սթրեսի, իսկական սթրեսի։ Գլխավոր եւ միակը ես կասեի, դա այն է, եթե ամեն դեպքում ինչ որ մի տուրիստականի առաջարկը հետաքրքրել է եւ զգում են, որ իրենց ձեռք է տալիս այդ արժեքը եւ պայմանները եւ գնում են տուրիստական արդեն գործակալություն, ամրագրումից առաջ մինչև վճարումներին հասնելը պարտադիր պայման է կնքել ծառայությունների մատուցման պայմանագիր տուրիստականի հետ եւ անպայման կարդալ ոչ թե միայն վերցնել, այսպես ունենք մենք սովորություն ինչ տալիս են առանց շքեղնկարները թերթում են։ Այո, առանց այսպես ծանոթանալու, բովանդակությանը ստորագրում ենք եւ հետո մենք ինքներս մեր ստորագրությամբ գցում ենք ծուղակը։ Պետք է մանրակրկտորեն ծանոթանալ այդ դրույթներին, ինչը որ ներկայացրել է եւ պարտադիր պետք է վճարման պայմանների վրա ուշադրություն դարձնել, այսինքն այնտեղ պետք է նայեն, եթե տուժերի ինչ-որ շրջանակում չի ինչ-որ ժամկետների հետ կապված կամ գուցե շատերը գնում են, հետո ինչ-որ դեպք է պատահում, մարդիկ չեն կարողանում գնալ, գոնե հասկանան այդ գումարը կկորչի, թե կկարողանան հետ վերցնել, այսինքն այդ բոլոր պայմանները, մանրուքները, մանավանդ ֆինանսական հատվածում պարտադիր պետք է Այսօր միջին վիճակագրական հայը հնարավորություն ունի շրջագայելու, հանգստանալու արտասահմանում։ Ցավոք սրտի ոչ, միջին վիճակագրական հայը այսօր չունի այդ հնարավորությունը, եթե ես 11 թվականից եմ այս ոլորտում, եթե այն սկզբի տարիներին, երբ որ ես նոր եմ մուտք գործել, այն ժամանակ մարդիկ ես նկատում եմ գոնե ամեն սեզոնի կարողանում են ինչ-որ մի ուղղություն գնալ, իսկ հիմա գնալով այդ պակասում է, հիմա տարին մեկ անգամ հազիվ թե կարողանան ընտանիքով կամ երեխաներին գոնե տարին մեկ անգամ ծով գոնե տանեն, շատ տխուր է այդ առումով վիճակը։ Ինչ անել, որ այս ամառը վերածվի անմոռանալի ինչ-որ իրադարձության, որպեսզի մարդիկ երկար տարիներ դեռ հիշեն այս ամառվա հանգիստը, ամառային հանգիստը։ Նախ, եթե ունեն փոքր ինչ-որ բյուջե եւ չեն կարողանում գնալ արտասահման, ես խորհուրդ եմ տալիս մեր հայրենակիցներին անպայման, եթե հատկապես ունեն դպրոցահասակ երեխաներ, իրենց երեխաների հետ անպայման գոնե 1 օրյա կամ 2 օրյա այցերով մեր Հայաստանի տարածքում մենք շատ հրաշալի վայրեր ունենք եւ շատ լավ հյուրատներ ունենք, լավ ծառայություններ մատուցողներ կան, կարող են պարզապես տարբեր սոցիալական հարթակներում խմբեր կան արդեն ծանոթ, այդտեղ կարող են ծանոթանալ, եթե չեն կարողանում տուրօպերատրից օգտվել, հաճախ կարծում են, որ տուրօպերատրից ձեռք բերելը թանկ է, բայց ես չի ասի, որ այդպես է, որտեղ տուրօպերատորները հատուկ պայմաններով են աշխատում եւ ավելի ապահով է, երբ որ քո մեջքին ունես դու ծառայություն մատուցող եւ պատասխան երաշխավորող, այո, այսպես ասած, մանավանդ եթե փորձառու չեն, ես խորհուրդ կտամ ամեն դեպքում հենց տուրօպերատորների միջոցով, կազմակերպեն իրենց հանգիստը եւ գոնե իրենց այդ ամառը կարող են դարձնել անմոռանալի եւս մեկ հրաշալի, այսպես լոկացիա իրենց համար բացահայտելու եւ իրենց հայրենիքի մի մասնիկը եւս իրենց դարձնելով հենց այդպես կարելի է։ Ես մեջ կրեն։ Ամեն դեպքում ձեզ ամառային գեղեցիկ հանգիստ եմ մաղթում։ Շնորհակալ եմ։ Հերոստատողներին եւս մենք զրուցում էինք զբոսաշրջային հարցերով փորձագետ Աննա Նավասարյանի հետ։ Ցտեսություն։